Եմենի ապստամբ Անսար Ալլահ շարժման հութիները բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հայտարարել է ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարյան։ Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն հարձակվելով Լոդի օդանավակայանի վրա, օգտագործելով Զուլֆիկար տիպի բալիստիկ հրթիռ, ասել է նա ապստամբներին պատկանող Ալ-Մասիրա հեռուստաալիքի եթերում։ Սարյայի խոսքով գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին։ Նա պնդել է, որ հրթիռային հարվածի հետևանքով օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է։ Երկուշաբթի օրը Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականները որսացել են Եմենից արձակված ևս մեկ հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների 6-րդ փուլ անցկացնելու հնարավորությունը լուրջ կասկածի տակ է եւ կարող է ընդհանրապես տեղի չունենալ, երկուշաբթի օրը հաղորդել է CNN-ը հղում անելով իր աղբյուրներին։ Դրա խոսքով Իրանը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը համարել է անհամատեղելի, անիրատեսական եւ չափազանց պահանջներ ներկայացնող։ Ամերիկացիները անընդհատ փոխում են իրենց դիրքորոշումը եւ սա մինչ օրս հաջող բանակցությունների հիմնական խոչընդոտն է եղել եւ աշխատանքն ավելի է դժվարացնում, քան երբևէ։ CNN-ին ասել է անանուն բարձրաստիճան Իրանի պաշտոնյան։ Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ առաջարկը տարբերվում է կողմերի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Այս տեքստը ուղղակիորեն հակասում է բանակցությունների 5-րդ փուլի ընթացքում մեր կողմից ձեռք բերված վերջին համաձայնագրին, ասել է նա։ Սպիտակ տունը ներկայացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի թարմացված դիմանկարը։ Այս մասին հաղորդվել է Սպիտակ տան X-ի պաշտոնական էջում։ Հենց նոր հրապարակվել է նոր պաշտոնական դիմանկար, ասվում է հայտարարության մեջ։ Այն պատկերում է Թրամփին սև ֆոնի վրա, որի խորապատկերին բացակայում է ամերիկյան դրոշը։ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի փոխկապը նույնպես կապույտից փոխվել է կարմիրի։ Փոխնախագահ J.D. Վենսի եւ առաջին տիկին Մելանիա Թրամփի դիմանկարները չեն փոխվել։ Մեծ Բրիտանիան պլանավորում է ավելի մեծ դեր ստանձնել ՆԱՏՕ-ի միջուկային զսպման գործում մտահոգությունների ֆոնին, որ ԱՄՆ հետաքրքրությունը եվրոպական պաշտպանության նկատմամբ կնվազի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երեքշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը հղում անելով իր աղբյուրին։ Կառավարությունը ուսումնասիրում է նոր հնարավորություններ, ինչպիսիք են միջուկային մարտական ունակությամբ կործանիչները, որպես Մեծ Բրիտանիայի միջուկային ներդրումը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում մեծացնելու ծրագրերի մաս, գրում է գործակալությունը։ Սա կլրացնի Մեծ Բրիտանիայի Trident միջուկային զսպման ծրագիրը թարմացնելու, միջուկային մարտագլխիկների արտադրության մեջ 15 միլիարդ ֆունտ ստերլինգ, մոտ 20 միլիարդ դոլար ներդնելու եւ 12 նոր միջուկային սուզանավեր կառուցելու ծրագրերը, ասվում է հոդվածում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատմության մեջ աննախադեպ տեմպերով են համալրում իրենց զենքի զինանոցները։ Ես հենց նոր հիանալի զրույց ունեցա մեր զինված ուժերի ղեկավարության հետ։ Սա մեր ունեցած ամենաուժեղ բանակն է, ներառյալ այն փաստը, որ մենք զենք ենք կուտակում այնպիսի տեմպերով, ինչպիսին մեր երկիրը երբեք չի տեսել։ Գրել է նա Truth Social-ում, հավելելով, որ հույս ունի, որ իրենք երբեք ստիպված չեն լինի դրանք օգտագործել։ Գազայի հատվածի հարավում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, հայտնում է քատարական Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելցի զինվորները կրակ են բացել Ռաֆահում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոն հասնել փորձող քաղաքացիական անձանց վրա, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանի մոտ գտնվող հարավային Պաղեստինյան անկլավում։ Հարձակման հետևանքով զոհվել է 23 մարդ, վիրավորվել ավելի քան 200-ը։ Մարտի 18-ին Իսրայելի բանակը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում, սկսելով զանգվածային հարվածներ անկլավի դեմ եւ այսպիսով խաթարելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը սա բացատրեց նրանով, որ արմատական Պաղեստինյան շարժում Համասը մերժեց միջնորդների եւ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ստիվեն Ուիթքովի կողմից բանակցությունների ընթացքում ներկայացված առաջարկները, նշելով, որ այդ հատվածում գործողության նպատակը բոլոր պատանդներին ազատ արձակելն է։ Արմատականները ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրեցին Իսրայելին եւ ԱՄՆ-ին։
Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլի ավարտին ընթരാճ։ Այս մասին հայտնում է RBC Ukraine գործակալությունը հղում անելով իր աղբյուրին։ Գործակալությունը չի նշում այցի նպատակը, ինչպես նաեւ այն, թե Երմակում հետ է հանդիպումներ նախատեսել։ Բացի այդ, հայտնի չէ նա միայնակ է թռչում, թե պատվիրակության հետ։ Հունիսի 2-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևեց 1 ժամից մի փոքր ավելի։ Պատվիրակությունները շփվեցին ռուսերենով, կողմերը փոխանակվեցին փաստաթղթերով, որոնցում ներկայացվեցին հակամարտության կարգավորման իրենց տեսլականները։ Հարվարդի համալսարանը դատարանին խնդրել է ապասառեցնել ԱՄՆ վարչակազմի կողմից սառեցված $2.5 միլիարդ ֆինանսավորումը, անվանելով ամենահին համալսարանի դեմ նման գործողությունները անօրինական, հաղորդում է Reuters-ը։ Հարվարդի ԱՄՆ վարչակազմի դեմ Բոստոնի ԱՄՆ շրջանային դատարան ներկայացված հայցի համաձայն ապրիլի 14-ից ի վեր համալսարանը ստացել է 957 հրաման սառեցնելու ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների, քաղցկեղի բուժման եւ արագիչ հիվանդությունների հետ կապված հետազոտությունների ֆինանսավորումը։ Համալսարանի դեմ գործողությունները կապված են Սպիտակ տան պահանջների ցանկի մերժման հետ, ասվում է փաստաթղթում։ Դպրոցներում թմրամիջոցների տարածումը, հոգեկան վնաս հասցնող խաղերը ահագնացող տեմպերով տարածվում են ստանում։ Եվրոմեդիա 24-ի հարցին, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, որ տեղյակ են խնդրից եւ զբաղվում են դրանցով։ Մեր հանրակրթության վարչության կողմից կարելի ասել ամենօրյա կտրվածքով, թե տնօրենների մակարդակով, թե բնականաբար դպրոցների այլ աշխատակիցների միջոցով ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում ոչ միայն երեխաների շրջանում, նաև ծնողների հետ են պարբերաբար այդ տեսակ շփումներ ունենում եւ նաև համապատասխան իրապահ մարմինների մեր գործընկերների հետ են համագործակցում, որպեսզի կանխարգելիչ եւ ոչ միայն կանխարգելիչ միջոցառումների միջոցով հնարավորինս հանրակրթական հաստատությունները զերծ պահեն ձեր կողմից մատնանշված խնդիրներից։ Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատական ֆարսը։ Հայկական կողմի հասցեին մեղադրանքներ են հնչել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական քաղաքները իբր գնդակոծելու վերաբերյալ։ Ելույթ են ունեցել իբրև թե տուժողները։ Աղանդավորների մասին լսել եք մի թթու կծու խոսք ասեն, մենակ եկեղեցուն են քննադատում։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում ասել է կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։ Նա նշել է, թե ինչ խնդիր է ուզում լուծել Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավով։ Դուք լուրջ հավատում եք, որ Նիկոլ Փաշինյանը տենց մտահոգված է եկեղեցու առողջացմամբ։ Իհարկե ոչ։ Սեք լուծվում է նաև երկրորդ հարցը, բացի գլոբալ թուրքեր եւ ադրբեջանցիների ուղիղ հրահանգը կատարելու, այս մարդիկ նաև լուծում են հետեւյալ խնդիրը։ Նախկինում մեղավոր էին նախկինները, հետո կոռուպցիոներները, հետո ռուսները, հիմա եկեղեցին, հասկանում եք, այսինքն բոլոր գործընթացները նախընտրական ինքը նեգատիվի վրա է կառուցում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պոզիտիվի վրա չի կարող ոչ մի բան անել, ինքը պետք է նեգատիվի վրա մարդկանց գժվցնի, գազազացնի, իրար դեմ հանի, առաջ Ղարաբաղցի հայաստանցի թեզն էին խաղացնում, վիժվածքացին, անբարոյական, լկտի, բայց ստացվեցին այս մոտ տասնյակ տարիների ընթացքում մարդկանց մեջ այդ թույնը ներարկել։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է մետրոյի Աջափնյակ կայարանին։ Նա մանրամասներ է հայտնել, թե երբ պատրաստ կլինի այն։ Մեր պատասխանը հիմնականում լինում է հետևյալը, որ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ, որովհետև տեսեք էլի ինքը պայմանական մի փողոցի բարեկարգում չէ, էլի որ ծրագիրը դնես, նախահաշիվդ պատրաստես ու չգիտեմ, մի քանի ամսից աշխատանքները սկսես։ Ես գիտեմ, որ ինտենսիվ աշխատանքներ այդ տեսանկյունից իրականացվում են դարձյալ մեր ձիգ հողակի կողմից, եթե նկատել եք ինչքան տենց խոշոր ծրագրեր կան, հիմնականում իրականացվում են մեր ձիգ հողակի կողմից եւ ես վստահ եմ, որ առաջիկայում մենք արդեն առարկայական բան կունենանք ասելու, որովհետեւ այն
պարբերաբար զեկույցները, որ գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հնչում են, շատ մարդկանց համար գուցե էականը այն process-ը կլինի, երբ որ բուն արդեն աշխատանքները կմեկնարկեն, եւ ես հույսով եմ, որ մենք առաջիկայում արդեն կարողանանք ասել, թե երբ առաջի տեխնիկան կմտնի որևիցե հատված եւ կսկսվեն իրականացնել աշխատանքները։ 20-ամյա հայ բասկամարտիկ Արման Մրտեյանը Եվրոպայի առաջնությանը 60 կիլոգրամ քաշային կարգում նվաճել է հերթական ոսկե եւ արծաթե մեդալները ձախ եւ աջ ձեռքերի մրցապայքարում։ Մրտեյանը ձախ ձեռքով 2 անգամ հաղթելով թուրք մրցակցին 7-րդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Աջ ձեռքի մրցապայքարում երիտասարդ մարզիկը դուրս է եկել եզրափակիչ փուլ, բայց ստացված վնասվածքի պատճառով եզրափակում է մրցակցությունը 2-րդ տեղով, այս անգամ նվաճելով արծաթե մեդալ։ Արման Մրտեյանը մրցում է մինչև 23 տարեկանների տարիքային խմբում։ Ուկրաինայի անօդաչու սարքերի հարձակումը Ռուսաստանի միջուկային ռազմավարական ռմբակոծիչների վրա ստվերեց խաղաղ բանակցությունների նոր փուլը, որը մեկնարկել է Ստամբուլում։ Սա 2022 թվականից հետո կողմերի երկրորդ ուղիղ հանդիպումն է, սակայն առկա են լուրջ տարաձայնություններ։ Ռուսաստանի ազդեցիկ բլոգերները պահանջում են վճռական պատասխան հարձակումներից հետո։ Թուրքական արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանը դիմել է կողմերին հորդորելով հասնել հստակ արդյունքների, որոնք կբերեն խաղաղության։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ Մոսկվան ստացել է Կիևի խաղաղության առաջարկի նախագիծը։ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը ներկայացել է ռազմական համազգեստով, իսկ երկու կողմերն էլ պատրաստվում են ներկայացնել իրենց տեսլականը հրադադարի եւ խաղաղության ճանապարհային քարտեզի վերաբերյալ։ Բանակցությունները մոտ 2 ժամ ուշացան եւ մեկնարկեցին Ստամբուլի շքեղ Կիրագան Փելսում։ Անցած բանակցությունները, որոնք տեղի էին ունեցել մայիսի 16-ին, հանգեցրին ամենամեծ ռազմագերիների փոխանակմանը, սակայն խաղաղության կամ անգամ հրադադարի նշաններ չառաջացան, քանի որ կողմերի դիրքորոշումները մնացին շատ հեռու, հայտնում է Reuters-ը։ Մենք պատրաստ ենք երաշխիքներ տրամադրել բոլոր կողմերին կապված մեր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հետ, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կահիրեում Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթիի հետ համատեղ մամլոասուլիսում, գրում է Մեհրը։ Նա քննադատել է արևմտյան պետությունների լռությունը իսրայելական ռեժիմի միջուկային մարտագլխիկների զինանոցի վերաբերյալ, նշելով, որ արևմտյան պետությունները աչք են փակում Իսրայելի միջուկային սպառնալիքի վրա։ Իսրայելի սպառնալիքները Իրանի խաղաղ միջուկային ծրագրի նկատմամբ հանցագործություն են, ընդգծել է նախարարը։ Ինչ վերաբերում է Իրանի եւ Եգիպտոսի հարաբերություններին, Արաղչին ասել է. Եգիպտոսի հետ կապերի զարգացումը մեր առաջնահերթությունն է։ Մենք կօգտագործենք Իրանի հետ մեր լավ հարաբերությունները խաղաղության եւ բարգավաճման հասնելու համար։ Պետք է հարգենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, հայտնել է Աբդելաթին։ Իրանի հետ հարաբերություններում լարվածության ցանկացած էսկալացիա կհանգեցնի նրան, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, նախազգուշացրել է Աբդելաթին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը անվանել է հիանալի։ Թուրք առաջնորդի խոսքերը մեջբերում է 10-ը։ Դա իսկապես հիանալի հանդիպում էր, ասաց Էրդողանը։ Նա նաեւ գնահատեց կողմերի միջև գերիների փոխանակման վերաբերյալ համաձայնագրերը։ Թուրքիայի նախագահի խոսքով խոսքը իսկապես մեծ թվերի մասին է։ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ ոչ խաղաղության, ոչ էլ պատերազմի վիճակում է, այդ կարծիքն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ելույթ ունենալով Լիտվայում ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանից եկող սպառնալիքը իրական է համարում, ինչպես նաև Եվրոպայի համար պահպանվում են ահաբեկչության սպառնալիքները։ Նա կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքն ապահովել ավելի մարտունակ զորքով եւ զենքով եւ ընդգծել է, որ հունիսի վերջին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ակնկալում է ռազմական ծախսերի ավելացման վերաբերյալ կարևոր որոշումներ։ Սպասվում է, որ Հաագայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրներին կառաջարկվի իրենց ռազմական ծախսերի նպատակային մակարդակը ներկայիս 2%-ից հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։ Ռյուտեն նաև խոստացել է շարունակել Կիևին տրամադրվող համապարփակ ռազմական աջակցությունը, որի համար դաշինքի երկրներից լրացուցիչ հատկացումներ կպահանջվեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպման համար, սակայն նախընտրում է Մոսկվայի եւ Կիևի միջև երկկողմ խաղաղության բանակցություններ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նա ընդգծել է, որ Թրամփը ցանկանում է, որ Պուտինն ու Զելենսկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Լևիթը հավելել է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանն ու Ուկրաինան դա անում Միացյալ Նահանգների նախագահի կոչով։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը գնահատական չի տվել Ստամբուլում ռուս-ուկրաինական վերջին բանակցությունների փուլին։ Նա ընդգծել է, որ Թրամփը դա կանի ավելի ուշ։ Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում կայացած բանակցությունների երկրորդ փուլում պայմանավորվել են փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին եւ մինչեւ 25 տարեկան անձանց։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ուկրաինական պատվիրակության ղեկավար եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Նրա խոսքով ուկրաինական պատվիրակությունը ռուսներին առաջարկել է եւս մեկ հանդիպում անցկացնել մինչեւ հունիսի վերջ։ Պաշտոնյան նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը չի համաձայնել անվերապահ հրադադարի եւ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Վերջին 3 օրերի ընթացքում Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամի, Մանիպուրի, Տրիպուրայի, Սիկկիմի, Արունաչալ Պրադեշի եւ այլ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղների եւ սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ Այս մասին հայտնում է հնդկական New Delhi TV-ն։ Պաշտոնյաների խոսքով բազմաթիվ վարչությունները զբաղվում են օգնություն ցուցաբերելով եւ փրկարարական աշխատանքներ իրականացնելով օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռ ու նավակներ։ Էնի գործակալության տեղեկացման որոշ շրջաններում Բրահմապուդրա գետը հոսում է վտանգավոր նշագծից ավելի բարձր մակարդակի վրա։ Տրիպուրայի նահանգում տեղի ունեցած ջրհեղեղներից տուժել է ավելի քան 10,000 մարդ, իսկ Մեգահալայայում տուժել է 10 շրջան։ Տեղեկություններ են հաղորդվել նաև այն մասին, որ Ասամի նահանգում 19 շրջանի 764 գյուղ տուժել են հեղեղումների հետևանքով։ Ընդհանուր առմամբ տուժած բնակիչների թիվը կազմել է 360,000-ի։ Reuters-ի տեղեկացմամբ Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսել է ավելի հորդ անձրևներ։ Հնդկաստանի կառավարության հայտարարության մեջ նշվել է, որ Հիմալայիների Սիկիմի նահանգում արգելափակված ավելի քան 1000 զբոսաշրջիկներ հունիսի 2-ին տարանվել են, իսկ Մեգահալայայի նահանգում բանակային փրկարարական խմբեր են գործի դրվել ջրհեղեղի գոտիներում մնացած ավելի քան 500 մարդու փրկելու համար։ Հնդկաստանի հյուսիսարևելքում եւ Բանգլադեշում հաճախ են տեղի ունենում տեղատարապ անձրևներ, որոնք առաջացնում են սողանքներ եւ հեղեղումներ, բացասաբար ազդելով միլիոնավոր մարդկանց վրա։ Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում Ռուսաստանն ուկրաինական կողմին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ մանրամասն հուշագիր, ինչպես նաև համաձայնեցրել է մի շարք գործնական հարցեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Մեր կողմից մշակված հուշագիրը բավական մանրամասն է, ուստի ուկրաինական կողմը որոշել է այն վերցնել ուսումնասիրության։ Կուսումնասիրեն, կպատասխանեն, կտեսնենք, հանդիպման արդյունքներով հայտնել է նա։ Բանակցությունները տեղի են ունեցել հունիսի 2-ին եւ այն տևել է ավելի քան 1 ժամ։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են գերիների փոխանակման մշտական հանձնաժողով ստեղծելու մասին։ Պայմանավորվել են, որ ստեղծվելու են մշտական բժշկական հանձնաժողովներ, որոնց եզրակացությունների հիման վրա կողմերը չսպասելով քաղաքական մեծ որոշումների կազմելու են փոխանակման ենթակա ծանր վիրավոր մարտիկների ցուցակներ։ Նման փոխանակումներ տեղի կունենան պարբերաբար աշխատանքային կարգով, ասել է նա լրագրողներին։ Microsoft-ի հիմնադիր Bill Gates-ի հարստության ամենամեծ մասը բաժին կհասնի Աֆրիկային։ Այս մասին նա հայտարարել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում Աֆրիկյան միության կենտրոնակայանում ունեցած ելույթում։ Վերջերս ես խոստացա, որ իմ հարստությունը կփոխանցվի առաջիկա 20 տարիների ընթացքում։ Այս ֆինանսավորման հիմնական մասը կուղղվի ձեզ օգնելու լուծելու խնդիրները այստեղ Աֆրիկայում, ասել է Gates-ը, հավելելով, որ գումարը կտրամադրվի Bill եւ Melinda Gates հիմնադրամի միջոցով։ Նշենք, որ այս տարվա գարնանը նա հայտարարել է, որ մինչև 2045 թվականը այս հիմնադրամը $200 միլիարդ կուղղի տարբեր ծրագրերի ֆինանսավորմանը։ Ներկայումս Bill Gates-ը զբաղեցնում է 5-րդ տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Նրա անձնական կարողությունը հասնում է $175 միլիարդ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ Արամ Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ։ Ղեկավարվելով ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով եւ կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով Արամ Ղազարյանին նշանակել ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ, ասված է որոշման մեջ։ Հունիսի 2-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նախագահությամբ ամենայն հայոց կաթողիկոսի տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Անդրադարձ է կատարվել վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված եկեղեցական արշավին։ Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու օրենքից վեր դասելով իր անձը։ Հայհոյախառն անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարական նորմերից։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող հայոց եկեղեցու եւ եկեղեցականաց հեղինակությունը լրացնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը, հարկ չկա եկեղեցի ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների, ասված է հայտարարության մեջ։ Եթե այս հայտարարությունները եկեղեցու դեմ շարունակվեն, սա կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի հետ հարցազրույցում նշել է Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը, անդրադառնալով հայ առաքելական եկեղեցու սպասավորների մասին Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումներին։ Քաղաքագետի խոսքով Հայաստանն այսօր ծանրագույն վիճակում է, Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են օգտվել ներկա իրավիճակից, որպեսզի Սյունիքը ուժով միացնեն իրենց տարածքին, մինչդեռ Հայաստանում մարդիկ զբաղված են փողոցային հայհոյանքներով, մարդկանց անձնական կյանքը քննարկելով։ Էլ ինչ ձևով կարելի է մեզ վիրավորել այս ազգը, մենք ինչ արժանապատվություն ունենք, որ էլ ինչին ենք կպնելու։ Ղարաբաղը հանձնեցիք, մեզ ստորացրեցիք, հիմա բոլորը մեր վրա նայում են որպես թույլ պարտված ինչ որ ազգ։ Չգիտեք Սյունիքը պահելու եք թե չէ, հիմա էլ հասակ բանի եկեղեցու ղեկավարներին, ով զավակ ունեցել, ով չի ունեցել։ Դա իրանց գործն է, թող իրանց գործերով զբաղվեն, դուք ձեր գործով զբաղվեք, ձեր ժողովրդի անվտանգությունը ապահովեք։ Սա ինչ բան է, սա ոնց որ կատակ լինի, գիտեք, ինչ լավ է, որ մեզ ոչ ոք չգիտի ամբողջ աշխարհում։ Եթե մեզ իմանային, սենց բաներ հիմա ցույց տային, թե ինչ է կատարվում Հայաստանում, մեզ չէին հարգի։ Հունիսի 2-ը, 3-ը եւ 4-ը Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հայտարարվել են սգո օրեր, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Վերջին տվյալներով զոհվել է 7 մարդ, ուժել է 71-ը, հիվանդանոցներում մնում է նրանցից 44-ը։ ՆԱՏՕ-ն ծրագրում է գրավել ռուսական օդանավակայանները Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։ Հրապարակման հեղինակները մատնանշում են օդանավակայանների գրավման եւ դրանց պահպանման կարեւորությունը, հղում անելով Ֆինլանդիայում Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ՆԱՏՕ-ի զորքերը պրակտիկա են անցկացրել թռիչքուղիների գրավմամբ։ Դրանց նկատմամբ վերահսկողությունը կարևոր է զորքերի արագ տեղափոխման համար, հատկապես երբ պաշտպանվող կողմը լիովին չի ակտիվացրել իր հակաօդային պաշտպանության համակարգերը։ Մայիսի երկրորդ կեսին Ֆինլանդիայում մեկնարկել են Lively Saber 25 ցամաքային զորավարժությունները։ Դրանցում ներգրաված է 3500 զինծառայող։ Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Բացմանը մասնակցում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոնտեյնին, Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը։ Հենց նրանք էլ կտրեցին տոնական ժապավենը։ Հիշեցնենք, որ Երևանում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հյուպատոսական գործակալություն կբացի։ Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիային իրականացրել կառավարության շենքի դիմաց ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ու ազգային հոգևոր արժեքների։ Ակցիայի մասնակիցները նախ կառավարության շենքի դիմաց ֆլեշմոբ են իրականացրել, իրենց հետ տարված սպիտակ պարանի վրա լվացքի ամրակներով կախել են պաստառները, որոնց վրա տարբեր գրառումներ էին։ Նրանք ոչ թե պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլ պահանջում են դատել նրան։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել մարդկանց փողոց դուրս գալ եւ էական չեք միանան իրենց, թե ոչ կարևորը մարդիկ
իշխանություններին ցույց տան, որ արգելում են պղծել եկեղեցին։ Մարդիկ պիտի հասկանան, որ այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, դա ամենևին էլ անհատ սպասավորների դեմ ուղղված արշավ չի։ Դա նպատակաուղղված հերթական քայլն է հայոց ազգային ինստիտուտները խարխրելու ու հայոց հիմնասյուներից մեկին է ուղղված հիմա այդ արշավը հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որ դարեր շարունակ պահպանել է մեր ինքնությունը։ Ակնհայտ է ընդամենը ադրբեջանական մամուլը, ադրբեջանական ներկայիս հաղորդագրությունների մակերեսային դիտարկումը անգամ ակնհայտ է դարձնում, որ այս արշավը մեր իշխանությունների կողմից թելադրվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Դրա համար մարդիկ պիտի հասկանան, որ այսօր եկեղեցու կողքին չկանգնելը, իշխանություններին չասելը, որ առհասարակ այլևս չենք հանդուրժելու նման վարքագիծ, չենք հանդուրժելու եւ գործով ցույց տալու, որ չենք հանդուրժելու իրենց այս լկտի պահվածքը, մեր այսօրվա գոյության հարցն է։ Ֆուտբոլի երկրպագուներ վնասվածքներ են ստացել Ֆրանսիայի Գրենբոլ քաղաքում 2024-2025 թվականների UEFA-ի Չեմպիոնների լիգայում Paris Saint-Germain-ի հաղթանակի տոնակատարության ժամանակ։ Այն բանից հետո, երբ փարիզյան թիմը հաղթել է Ինտերին 5-0 հաշվով, երկրպագուները դուրս են եկել փողոցներ տոնելու, սակայն տոնակատարությունը խաթարվել է միջադեպի պատճառով։ Աղբյուրի փոխանցմամբ BMW-ի վարորդը մխրճվել է ամբոխի մեջ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել են նույն ընտանիքի 4 անդամներ՝ 17, 23 եւ 46 տարեկան, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Նշվում է, որ վարորդը դա արել է պատահաբար, որից հետո հանձնվել է ոստիկանությանը եւ ձերբակալվել։ Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում այս գիշեր կամրջի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է։ Այս պահի դրությամբ տուժածների թիվը հասել է 69-ի, այդ թվում 3 երեխա, 3 տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է, այդ թվում մի երեխա հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Կլիմով Մոսկվա թիվ 86 ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից Մոսկվայի ժամանակով 22:44-ին։ Արտակարգ դեպքը տեղի ունեցել տրանսպորտի գործունեությանը անօրինական միջամտության պատճառով։ Գիշերը Կուրսկի մարզում կամուրջ է փլուզվել բեռնատար գնացքի ընթացքի ժամանակ, հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։ Այսօր երեկոյան Ժելեզնոգորսկի շրջանի Տրոստա-Կալինովկա մայրուղու 48-րդ կիլոմետրում կամուրջ է փլուզվել բեռնատար գնացքի շարժման ժամանակ։ Գնացքի մի մասը ընկել է կամրջի տակ գտնվող ճանապարհի վրա։ Գնացքը բռնկվել է, արտակարգ իրավիճակների նախարարությունը արագորեն տեղայնացրել է այն, մնացած գնացները գտնվում են երկաթուղային կայարանում։ Գրել է նահանգապետի պաշտոնակատարը, նա մանրամասնել է, որ կամրջի տակ գտնվող ճանապարհը փակ է եւ երթևեկությունը կազմակերպված է շրջանցիկ ճանապարհով։ Կամրջի փլուզման պատճառը կպարզվի, բոլոր արտակարգ ծառայությունները աշխատում են տեղում, ես հետևում եմ իրավիճակին, հավելել է Խինշտեյնը։ Կամրջի փլուզման պատճառը կպարզվի, բոլոր արտակարգ ծառայությունները աշխատում են տեղում, ես հետևում եմ իրավիճակին, հավելել է Խինշտեյնը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արձագանքել է ֆրանսիական Paris Saint-Germain-ի հաղթանակին 2024-ից 25 թվականների Չեմպիոնների լիգայում քաղաքական գործիչը շնորհավորել է Paris Saint-Germain-ին եւ ասել, որ ֆրանսիացիները հպարտանում են թիմով փառահեղ օր Paris Saint-Germain-ի համար։ Փարիզն այսօր երեկոյան Եվրոպայի մայրաքաղաքն է, գրել է Մակրոնը։ Մայիսի 31-ին Paris Saint-Germain-ն դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի Allianz Arena մարզադաշտում կայացած վճռորոշ խաղում թիմը 5-0 հաշվով հաղթեց իտալական Ինտերին։ Հունիսի 2-ը, 3-ը եւ 4-ը Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հայտարարվել են սգո օրեր, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Վերջին տվյալներով զոհվել է 7 մարդ, ուժել է 71-ը, հիվանդանոցներում մնում է նրանցից 44-ը։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հունիսի 3-ից 3-ը, 4-ին, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ 7-ից 8-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հունիսի 3-ից 3-ը, 4-ին շրջանների զգալի մասում, 6-ին գիշերը եւ կեսօրից հետո, 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։
Հունիսի 3-ից 3-ը 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ին եւ 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ից 4-ին աստիճանաբար կնվազի 6-ից 9 աստիճանով։ Հունիսի 5-ից 8-ին աստիճանաբար կբարձրանա 5-ից 6 աստիճանով։